Մենք շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մեկ հարց է ինձ եւ գործընկերուհուս տանջում։ Արդյոք գիրքը եւ գրականությունը մտքերն են մոտիվացրել, որպեսզի ստեղծվեն հրաշալի լուսանկարներ, թե ճիշտ հակառակը գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարների շնորհիվ մտքեր առաջացան եւ այդ մտքերը դարձան շատ հետաքրքիր մի գիրք։ Մի խոսքով այս հարցի շուրջ մտքեր հետաքրքիր, ոչ քառակուսի կարևորը։ Իրենք դրսևորվում են յուրաքանչյուր ոլորտում։ Եվ դառնում մի հրաշալի գեղեցիկ ստեղծագործություն։ Հասկանալ, կարծում եմ շատ հետաքրքիր հարցազրույց ենք ունենալու։ Մեզ մոտ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն է։ Նախ ողջունենք, ծանոթանանք, հետո շարունակենք։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ողջույն սիրելի ընկեր, ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, հրաշալի Կիրակի առավոտը լավ դիմավորել եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երեք մեզ մոտ նկարիչ էր մասնագիտությամբ հյուր եւ նրան էլ այդ նույն հարցը տվեցինք, թե արդյոք ընդհանրապես արևածագը, առավոտները, երեկոները, արևամուտը ինչ որ կերպ անդադար նրանց հետաքրքրում են եւ դուք անտարբեր եք արդյոք առավոտյան արտանում, թե արտանալուն պես նայում եք երկնքին, որպեսզի հասկանաք։ Եվ ձեր աչքով եք նայում, թե օբյեկտիվի միջոցով։ Չէ, առավոտյան արտանալիս բնականաբար իմ աչքերով եմ նայում, ու քանի որ լույս է, արդեն դա արդեն շատ լավ է, որ լույս է։ Ինձ թվում է իմ աչքերով եմ նայում ու իսկ եղել է դեպք, որ շատ արագ, այսպես սպոնտան, հա, միանգամից որոշեք, որ արթնացաք, տեսաք շատ հետաքրքիր պահ, վայրկյան ու ամեն ինչ անեք այդ պահին, որպեսզի ֆիքսեք ու հավերժացնեք տվյալ պահ ու վայրկյան։ Այո, շատ դեպքեր են եղել։ Այսինքն լինում են դեպքեր, երբ առաջին քայլը արթնանալուն պես լինում է լուսանկարելը։ Այո։ Ես քանի որ մեր բոլոր հյուրերին, եթե պիտի հյուրընկալվեն մեր տաղավարում, սոցիալական ցանցերով փորձում եմ հասկանալ, ճանաչել փոքրինչ նրան, ես ձեր լուսանկարներից հասկացել եմ, որ ավելի հայկ Գագիկը սիրում է կանանց լուսանկարել։ Ամեն դեպքում սոցիալական ցանցերից այդպես եմ հասկացել, բայց հիմա ես փորձեմ ներկայացնել ինչի համար ենք հավաքվել, հետո ավելի մանրամասն կզրուցենք։ Մարտի 28-ին եւ 29-ին Հերիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի անհատական լուսանկարների ցուցահանդեսը եւ իր իսկ հեղինակած գրքի շնորհանդեսը սայների խոսում ենք։ Սև եւ սպիտակ հիշողություններ խորագրի ներքո է ընթանալու այս գեղեցիկ միջոցառումը։ Հիմա վերադառնանք սկիզբ, սկզբից սկսենք, հետո գանք հասնենք ցուցահանդեսին, հա Գագիկ, ինչու որոշեցիք, որ լուսանկարչության աշխարհ պիտի ներխուժեք եւ դառնաք լուսանկարիչ, արդյոք սա ձեր մասնագիտությունն է, թե այսպես նախասիրություն պարզապես։ Սկզբնական շրջանում եղել է նախասիրություն, առհասարակ արվեստով զբաղվել եմ երաժշտությամբ, ստեղնաշարային գործիքներ եմ տիրապետում մի քանի։ Բայց հետո չգիտեմ, հասկացա, որ լուսանկարչությունն է իմը։ Ինչու ինչը գերեց լուսանկարչության մեջ։ Ճիշտն ասած, հստակ չեմ կարող պատասխանել, ամեն դեպքում ինձ թվում է գեղեցկությունը, կյանքը սիրելը ավելի տարավ ինձ դեպի լուսանկարչություն։ Իդեպ երաժշտությունը նույնպես իր դերը ունի, քանի որ երբ մենք սկսում ենք լսել երաժշտություն, կարծես մոտիվացիա լինի, էլի, ինչ որ մի բան ստեղծելու, եւ այդպես ինձ թվում է այդ կետից սկսվեց։ Եվ գեղեցիկը հավերժացնելու ի վերջո։ Այո։ Մի բանն է այստեղ հետաքրքիր, մենք ուսումնասիրելով շատ լուսանկարների, հատկապես այս օրերին, երբ տեխնիկան նույնիսկ ցույց է տալիս տարբեր որակների լուսանկարներ ունենալ եւ բոլոր անխտիր այսօր կարող են լուսանկարներ անել, ելնելով նաեւ տեխնիկայի հնարավորություններից, բայց կան լուսանկարիչներ, ովքեր ունեն շատ հստակ ուղղվածություն, կան լուսանկարիչներ, ովքեր ստեղծագործում են շատ տարբեր ուղղություններով։ Դուք ձեզ ինչպես եք համարում, ունեք որոշակի հստակ ուղղվածություն, որը ձերն է եւ դուք ինքներդ ձեզ որպես լուսանկարիչ միայն հենց այդ ոճի մեջ եք պատկերացնում եւ այդ ոճի մեջ եք ստեղծագործում ամենակարևորը։ Այո, բնականաբար ես հիմնականում լուսանկարում եմ նորաձևություն, բայց նաև անդրադառնում եմ նաև beauty art ժանրերում, լուսանկարները նույնպես այդ ոճերում նաև կտեսնեք իմ աշխատանքները, հիմնական մասը այո նորաձևությունն է դա։ Նորաձևություն եւ համագործակցում եք ամսագրերի հետ երևի մոդելների, հայտնի դերասանների, այո նաև ամսագրերի, այդ թվում նաև արտերկրում շատ մարդկանց մոդելների հետ նույնպես աշխատել եմ, պատկերասրահների հետ եմ աշխատում, որտեղ ցուցադրվում են իմ լուսանկարները։ Այդ մասով այսքանը կարծում։ Գագիկ, իսկ ինչու սև ու սպիտակ, զուտ վիզուալ ձեր աչքին դա գեղեցիկ է, թե ինչպես ասում են, որպեսզի գույնը չխանգարի բովանդակությունը, էությունը, պատմությունը նկարի հասկանալու համար։ Փորձեմ այսպես պատասխանել, սև ու սպիտակը ինձ համար լուսանկարչության գույներն են։
Ինչու լուսանկարչության գույները, որովհետև երբ ստեղծվել է լուսանկարչությունը առհասարակ, այդ ժամանակ չեն եղել գույներ։ Ինձ համար սկիզբն է ոնց որ գույների սկիզբն է լուսանկարչության սև ու սպիտակը։ Ինձ թվում է դա է պատճառը, որ խորապես սիրալված եմ սև ու սպիտակ լուսանկարչություն։ Հավատարիմ եք մնացել սկզբնախտին։ Այո, բայց կուզեի շեշտել, որ նաև գույներով լուսանկարներ նույնպես ունեմ ու լուսանկարում եմ։ Եվ սև ու սպիտակի մեջ կարելի է գույներ գտնել, երևակայությունը երբ աշխատում եք, նույնպես գույնի երանգներ են։ Գանք ցուցահանդեսին թվով քանի լուսանկար է ցուցադրված լինելու եւ գիրքը ինչի մասին է ձեր կենսագրությունն է, ձեր անցած ճանապարհը, թե լուսանկարների պատմություն։ Եվ ինչով կապենք մեկը մյուսին։ Այո։ 30 լուսանկար է ներառված ցուցահանդեսին, իդեպ նաեւ գույնավոր լուսանկարներ կան, մի քանիսն են նրանք, այս բան չեմ մտաբերում քանի հատ կոնկրետ, բայց ընդհանուր լուսանկարները 30-ն են լինելու։ Սև ու սպիտակ հիշողություններ, կարծում եմ դա ինչի համար վերնագիր է սև ու սպիտակ հիշողություն, ցանկացած լուսանկար ունի իր պատմությունը։ Ու այդ պատմությունը ներառված են մեր լուսանկարներում բնականաբար։ Ինձ թվում է դա է պատճառը, որ հիշողություններն են ընտրել որպես բառ, հա, անվանման մեջ։ Այսինքն մենք գիրքը կարող ենք համարել ավելի շատ վավերագրություն, հա, որ դուք բացահայտում եք ու ներկայացնում եք լուսանկարները պատմություններով, հիշողություններով, քան օրինակ գեղարվեստական գրականության շարքին կարող ենք դասել ձեր հեղինակած գիրքը, այո։ Գրքում ներառված են իմ երկար տարիների հեղինակածս աշխատանքները, բացի լուսանկարներից, այնտեղ ես անդրադարձել եմ մի շարք թեմաների լուսանկարչությանը վերաբերող, արվեստ, լուսանկարչություն, նորաձևություն եւ մի շարք այդ թեմաներ։ Սա նաև հրաշալի առիթ է սկսնակների համար, որովհետեւ կարող է լինել տեսական նման ինչ-որ մի բան։ Եվ պետքական շատ։ Այո։ Այսպես պատասխանեմ, ցանկացած արվեստագետ, արվեստով զբաղվող մարդ, թվում ես իմ մասով որպես լուսանկարիչ, երբ ստեղծագործում ես եւ հասնում ես ինչ-որ մի կետի, կարծես ուզում ես ամփոփել, հա, այդ ամեն ինչը։ Գրքի միտքը հենց այդտեղից է եկել, որ ես իմ լուսանկարները ամփոփեմ մեկ վայրում, ներկայացնելով հանրությանը եւ այդ կետից սկսել ավելի նորովի, ավելի էմոցիաներով, ավելի, չգիտեմ, հետաքրքիր բան եք մտածել, ամեն դեպքում դուք ձեր առջև դրել եք հետաքրքիր ու բարդ խնդիր միևնույն ժամանակ լուծելի։ Գիրք ալբոմ է, նաև նկարները կան, որոնք ցուցադրված են, ահա։ Ես ուզում եմ խոսել շատ կարևոր մի ֆենոմենի մասին, որպես լուսանկարիչ, ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ շատերս լուսանկարվում ենք եւ ասում ենք ինչ հետաքրքիր է։ Տվյալ անձնավորությունը նկարահանվում է լուսանկարներ ու բոլոր լուսանկարներում նա միշտ էլ գեղեցիկ է եւ լավ է դուրս գալիս այդ արտահայտությամբ, բայց մարդիկ կան ովքեր ռեալ իրական կյանքում շատ հմայիչ են, շատ գեղեցիկ են, բայց այդպես էլ որևէ հաջողված լուսանկար թերևս չեն կարողանում ունենալ իրենց կյանքում։ Դա ինչից է կախված։ Դա մարդու ներաշխարհն է, մարդու այդ պահի լարվածությունն է, թե ոչ, նաև լուսանկարչի հանգամանքը արդյոք, հա։ Այո, արդյոք ունի լուսանկարի։ Նշանակ կապ ունի լուսանկարչի հանգամանքը ու նաև կախված է լուսանկարչի փորձառությունից, այդ թվում նաև հարաբերությունից նկարվողի, այսինքն մաքսիմալ անկեղծ է պետք լինել լուսանկարման ժամանակ։ Ու ինձ համար ես կարծում եմ, որ չկան մարդիկ, ովքեր շակերտներում ասած ֆոտոգենիկ չեն, հա, շատ մարդիկ կան, որ ասում են մենք ֆոտոգենիկ չենք։ Սա ֆիքսենք եւ հիշենք, սիրելի հեռուստադիտողներ, այո, չկան նման մարդիկ։ Այո։ Պետք է ուղղակի շատ ճիշտ սկսել, նախապատրաստական փուլն է շատ կարևոր լուսանկարչության մեջ, հագուստը, լոկացիան այսպես կոչված, չգիտեմ, ամեն ինչը կապ ունի, հարմարավետ միջավայրը գուցե։ Այո։ Իսկ երաժշտությունը միշտ ուղեկցում է ձեզ աշխատելիս։ Միանշանակ, առանց երաժշտության ես ոչինչ ուղղակի չեմ լուսանկարում։ Իսկ ոճային թե տարբեր։ Հիմնականում ջազ, ամբիենտ, լաունջ ոճերի երաժշտություն եմ։ Հանգստություն է գալիս, հա, երաժշտությունից։ Իսկ եթե մոդելին դուր չի գալիս այդ երաժշտությունը։ Այստեղ կարևորը ինձ թվում է։
Ստեղծագործողը ես եմ ամեն դեպքում, հա, ցանկալի կլինի երկուսը դուր գա, բայց չի եղել դեպք, որ չհավանի, հա։ Ասացի կարևորը որ մոդելը անկեղծ լինի, անկեղծանա այդ փոխհարաբերությունը լուսանկարչի հետ, որովհետև կարծում եք, որ լուսանկարում բնավորությունը, էությունը երևում է մոդելի։ Միանշանակ անկեղծությունը շատ նույնիսկ եթե նորաձևություն եք նկարում։ Այո, եթե կոմերցիոն բնույթ իհարկե չի կրում տվյալ լուսանկար։ Իդեպ ես լուսանկարում եմ առանց դիմահարդարման, իմ մոտ ուղղակի բացակայում է դիմահարդարումը։ Ես ավելի կողմնակից եմ բնականին։ Այն էլ 100% բնականություն, եթե որևէ դիմահարդարման անգամ թեթև միջամտություն չեմ համարում, դա իրական, որտեվ մենք ինչ ոնց որ կանք, հա, դա մենք ենք։ Իսկ այնուհետև ֆոտոյի մշակման գործընթացն էլ նույնպես ամեն ինչ անում եք որպեսզի շատ մոտ լինի բնականին։ Փորձում եմ մոտ լինի բնականին, այո, միջամտություն տեխնիկայի առումով բնականա կլինի, շատ չնչին թերությունները շտկելու համար։ Գագիկ ասացիք մոդելների, դերասանների եք նկարում, իսկ հասարակ մահկանացուները, անցորդներ, ուղղակի տեսնեք եւ որևէ պահ ուզենաք ֆիքսել կամ արտասովոր գեղեցկություն ունենա, յուրահատկություն ունենա, կամ ուղղակի ուզենան ձեզ մոտ գան լուսանկարվել։ Այո, կարող են, ես բոլոր մարդկանց նկարում եմ, այնպես չի, խտրականություն կա, ինչ որ ես մարդուն նկարում եմ, այն մարդուն չէ։ Իսկ դեպք, որ փողոցով քայլելիս ուղղակի տեսել եմ գեղեցիկ կնոջ, ինքս առաջարկել եմ, որպեսզի նա հայտնվի իմ տեսախցիկի առջև եւ ստացվել է, մեզ մոտ շատ գեղեցիկ լուսանկարներ ենք ստացել միասին։ Ունեք ձեզ համար պատմական, ֆավորիտ այցեքարտային լուսանկար, որը իսկապես շատ եք հավանում եւ գտնում եք, որ դեռ ձեր արած ամենահետաքրքիր, ամենալավ ու առեղծվածային գուցե եւ լուսանկարներից մեկն է, որ չեք էլ հասկանում, թե ինչպես եք ստացել դա, բայց ստացվել է հենց այդ վարկյանը հավերժացնելով։ Ունեք նման հաջողություն ձեզ մոտ, թե ոչ։ Կոնկրետ որ ինչ որ մի բան եմ շատ սիրում ավելի, չեմ կարող ասել այդպես, բոլոր լուսանկարները ինձ համար շատ կարեւոր են իմ աշխատանքներում։ Հետաքրքիր լուսանկար, որը վերածվել է երազանքի եւ դուք ուզում եք անպայման այդ լուսանկարը անել, ունենալ եւ ում եք ուզում լուսանկարել։ Արդեն լուսանկարել եմ ճիշտ ասած։ Իսկապես եւ ով էր դա։ Կոնկրետ չեմ ուզում նշել, թե ով է, ուղղակի ունեցել եմ միտք, որը պետքա ստանայի, դա ստացել եմ արդեն։ Նյու Յորքում եմ լուսանկարել եւ մի ֆիլմից էի վերցրել թեման ու շատ մեծ դեր ունի այդ ֆիլմը իմ առհասարակ լուսանկարչության իմ կարիերայում։ Իսկ այդ լուսանկարը թվով 30 լուսանկարների շարքին պատկանում է, ոչ որ տեղը գտել է նաև գրքի մեջ։ Համ տեղ է գտել գրքում, համ նաև ներառված է ցուցահանդեսում։ Իսկ հայտնի կանանցից կա մեկը, ում ցանկանում եք լուսանկարել։ Համաշխարհային մեծության վերցնենք։ Չեմ կարող պատասխանել։ Չեք կարողանում մտաբերել։ Լավ, եւ վերջում ինչ կարևոր կանոններ ունեք, իհարկե չգրված կանոններ կամ գուցե պահանջներ կամ գուցե խնդրանքներ այս դեպքում բոլոր այն մարդկանց, ում դուք լուսանկարում եք, ինչ եք պահանջում նրանցից ի սկզբանե։ Անկեղծություն։ Միայն դա։ Այո։ Առաջին փուլում դա։ Երբ անկեղծ ենք մենք միմյանց նկատմամբ աշխատանքի ժամանակ, հաստատ կստացվի։ Եվ պահանջում է լվանալ դիմահարդարումը, եթե կա։ Այո։ Ամենակարևորը։ Ինչ ունենք ավելացնելու։ Սիրելի Գագիկ Հարությունյան, մարտի 20-ին ազատ է, հետաքրքիր է։ Այո, մուտքը ազատ է, բոլորին սիրով հրավիրում եմ մարտի 28-ին եւ 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն մասնակցելու իմ ցուցահանդեսին եւ գրքի շնորհանդեսին, այո, երեկոյան ժամը 18:30։ Գիրքը կարող են հենց ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերել, թե հետո լինելու ցուցահանդեսի օրը նույնպես այո, կարող են ձեռք բերել, իսկ հետո Երևանի գրախանութներից, այո։ Շատ լավ, շնորհակալ ենք, որ ժամանակ ունեցաք, եկաք մեզ հետ եւ ունեցանք լավ հարցազրույց, բացահայտեցինք ձեզ էլ որպես տաղանդավոր ու լավ լուսանկարիչ, ով նաեւ սիրահար է երաժշտության եւ ստեղծագործելուն գրականության մասով։ Ձեզ եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար։ Շնորհակալ ենք, ես իհարկե հույս ունեի, որ տեսախցիկով կլիներ Գագիկը, բայց դա չէ։ Այո։ Հույսերը այսօր ամենահետաքրքիր չարթարացան։ Խնդրեմ մի օր առանց շպարի չմոռանաս այս կարողան հանգամանքի մասին կարող ես համագործակցել Գագիկի հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ էինք զրուցում, ում ցուցահանդեսը անհատական լուսանկարների եւ գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին եւ 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։